Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Գիտեք, թե ինչ է արդարությունը։ Այն Աստծո հետ ճիշտ հարաբերությունների մեջ լինելն է, որքան հրաշալի է ասել, ես ճիշտ փոխհարաբերության մեջ եմ Աստծո հետ, որովհետև մեծ մասամբ մենք մտածում ենք, որ ինչ-որ բան սխալ է մեզ հետ։ Ես Ջոյս Մայերն եմ եւ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը եւ նույնը կանի քեզ համար։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու եւ վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար։ Ես սիրում եմ սովորեցնել Աստծո խոսքը, որովհետեւ գիտեմ, թե ինչ է Աստծո խոսքն արել ինձ համար։ Ես հավատում եմ, որ եթե դուք գործեք խոսքի հիման վրա եւ կիրառեք այն ձեր կյանքում, այն նույնը կանի ձեզ համար։ Աստվածաշնչում, հատկապես թղթերում, մենք կրկին ու կրկին տեսնում ենք Քրիստոսում արտահայտությունը։ Պողոսը շատ էր խոսում Քրիստոսում մեր դիրքի մասին։ Օրինակ գրված է. Քրիստոսում մենք նստած ենք երկնավորներում նրա հետ։ Դուք ասում եք. սպասեք, իմ ոտքերն այստեղ են երկրի վրա։ Մեր ոտքերն այստեղ են, բայց մեր սիրտը այնտեղ է։ Այսպիսով այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ է նշանակում լինել Քրիստոսում։ Ես հավատում եմ, որ դա նշանակում է ունենալ ոչինչ քո մեջ եւ ամեն ինչ նրա մեջ։ Իմանալ, որ դու ոչինչ ես առանց նրա, բայց ամեն ինչ ես նրա հետ, որ ոչինչ չես կարող անել առանց նրա, բայց նրա հետ, նրա միջոցով, նրա մեջ կարող ես անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել կյանքում։ Ես ինձ անվանում եմ ամեն ինչ եւ ոչինչ, ամեն ինչ Քրիստոսի մեջ եւ ոչինչ իմ մեջ։ Մեր ամբողջ արժանիությունը եւ արժեքը նրա մեջ է։ Կանգ առ եւ հարցրու քեզ, ինչ ես դու ստանում։ Ինչն է քեզ ստիպում արժեքավոր զգալ։ Երկար ժամանակ ինձ համար դա ձեռքբերումն էր։ Ինձ առաջ էր մղում ձեռքբերումը։ Մենք պետք է հաճույք ստանանք ձեռքբերումներից, բայց իմ արժանիությունը եւ արժեքը Քրիստոսի մեջ է, որովհետեւ նա մահացավ ինձ համար եւ ես հավատում եմ նրան։ Պողոսը ցանկանում էր ազատվել այն ամենից, ինչ ուներ իր մեջ, եւ գտնվեր ու ճանաչվեր Քրիստոսի մեջ։ Դուք պետք է հասկանաք Պողոսին սա իսկապես ըմբռնելու համար։ Պողոսը չափազանց կրթված, փայլուն մտքի տեր եւ խիստ կրոնական մարդ էր։ Նա ոչ միայն փարիսեցի էր, այլև փարիսեցիների փարիսեցի։ Եվ շուտով կտեսնեք, թե ինչ է նա ասելու Փիլիպեցիներին ուղված նամակում։ Փիլիպեցիների 3:4-9։ Նա ասում է. թեև ես առնվազն հիմքեր ունեմ ապավինելու մարմնին։ Եթե մեկ ուրիշը կարծում է, թե պատճառ ունի ապավինելու մարմնին եւ իր ֆիզիկական եւ արտաքին առավելություններին, առավել եւս ես։ 8 օրվա թլփատված։ Դա նրանց համար օրենք էր։ Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, եբրայեցի եւ որդի եբրայեցիներից, օրենքի պահպանման տեսանկյունից փարիսեցի, ջերմեռանդության տեսանկյունից հալածող էի եկեղեցուն, օրենքի արդարության, ենթադրյալ արդարության, ուղղամտության եւ Աստծո առջև ճիշտ դիրքի համաձայն։ Օրենքն ասում է, որ դու կարող ես արդարանալ Աստծո առջև այս բաներն անելով։ Այսպիսով դուք նկատում եք, որ նա ասում է. օրենքի ենթադրյալ արդարության համաձայն։ Դա ճշմարիտ արդարություն չէր, բայց նրանք մտածում էին, որ դա համապատասխանում է հին ուխտին։ Անարատ էի եւ ոչ մի թերություն չգտնվեց իմ մեջ։ Բայց ինչ բան, որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Այլ խոսքերով Պողոսն ասում էր. ես հրաժարվում եմ այդ ամենից, որովհետև հիմա հասկանում եմ, որ այդ ամենը իրականում ոչինչ է։ Դա չէ, որ ինձ արդար է դարձնում Աստծո առջև։ Այն, ինչ ինձ արդար է դարձնում Աստծո առջև, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է։ Մեզ համար այնքան դժվար է դա անցալելը։ Ակնհայտ է, որ մենք ուզում ենք բարի գործեր անել։ Բայց իմ հարցը սա է. դուք գործում եք հավանության համար, թե հավանությունից ելնելով։ Մտածեք այդ մասին։ Եթե դուք ինչ-որ բաներ եք անում, աղոթում եք, կարդում եք ձեր Աստվածաշունչը, բարի գործեր եք անում, ծոմ եք պահում, տասանորդ եք տալիս, ինչ էլ որ անում եք,
Եթե դա անում եք Աստծուց ինչ-որ բան ստանալու, նրա հավանությունը ստանալու համար, ապա երբեք չեք ստանա այն։ Իրականում դուք պարզապես կհոգնեք և կհյուծվեք, ինչպես կատարվում է շատ քրիստոնյաների հետ։ Նրանք պարզապես փորձում են, անում են այս ամենը և դեռ զգում են, որ իրենց և Քրիստոսի միջև կա մի մեծ պատ, քանի որ չեն հասկանում, որ իսկական քրիստոնեությունը նախևառաջ հարաբերությունների մասին է։ Այնուհետև, երբ ստանում եք Աստծո սերը և ի պատասխան սիրում Նրան, սկսում եք խոսել Նրա հետ։ Եվ ոչ միայն խոսում եք Նրա հետ, ինչը հենց աղոթքն է, այլև լսում եք Նրան, և Նա կխոսի ձեզ հետ, եթե լսեք։ Այնուհետև դուք սկսում եք բարի գործեր անել, բայց դրանք չեք անում Աստծուց ինչ-որ բան ստանալու համար։ Դուք դրանք անում եք, որովհետև Աստված ինչ-որ բան է արել ձեզ համար։ Այսպիսով, նախկինում Պողոսն այս ամենն անում էր Աստծո առջև արդար լինելու համար։ Այժմ նա հասկացել է, որ երբեք չի կարող արդար լինել Աստծո առջև այդ ամենի միջոցով։ Ուստի նա ասաց. «Ես կհրաժարվեմ ամենից, ես կհրաժարվեմ իմ հեղինակությունից»։ Իմ կրթությունը ոչինչ չի նշանակում։ Իմ բարի գործերը ոչինչ չեն նշանակում։ Նա հալածում էր եկեղեցին և կարծում էր, որ ճիշտ էր վարվում, հալածելով նոր կտակարանի եկեղեցին։ Նա հետապնդում էր քրիստոնյաներին և բանտարկում, որտեղ նրանց ծեծում էին և դաժանաբար վարվում նրանց հետ։ 8-րդ խոսքում նա ասում է. ավելին, ես ամեն ինչ վնաս եմ համարում Քրիստոս Հիսուսին իմ Տիրոջը ճանաչելու և նրա հետ աստիճանաբար ավելի խոր և մտերմորեն ծանոթանալու անգին արտոնությունը, թանկարժեք, անգերազանցելի արժեքավոր և գերագույն առավելությունը ունենալու համեմատ։ Սա ընդլայնված թարգմանությունն է, այնպես որ մի փոքր երկար է, բայց այստեղ գեղեցիկ բառեր են գրված։ Նրան ավելի լիարժեք և հստակ ընկալելու, ճանաչելու և հասկանալու համար։ Դուք իսկապես հասկանում եք Աստծո բնավորությունը, գիտեք, թե որքան բարի է նա, որքան արդարամիտ է նա, որքան արդար է նա։ Եվ նա ձեր բժիշկն է, նա ձեր խաղաղությունն է։ Նա այն ամենն է, ինչի կարիքը երբևէ կունենաք, և դուք նրա մեջ եք, և նա ձեր մեջ է։ Մոռացեք մի քանի րոպե այն մասին, թե ձեր կարծիքով ինչ պետք է անեք Աստծո հետ հարաբերություններում ինչ-որ բանի հասնելու համար, և պարզապես կենտրոնացեք ձեր հավատքի վրա։ Հավատացեք Քրիստոսին, հավատացեք Աստծուն, վստահեք Նրան։ Նրա համար ես կորցրել եմ ամեն ինչ և ամեն բան աղբ, թափթփուկ եմ համարում, որպեսզի կարողանամ շահել և ձեռք բերել Քրիստոս օծյալին։ Այսպիսով, գուցե դուք շատ կրթված անձնավորություն եք, ունեք շատ ուժեղ պարգևներ և տաղանդներ, գուցե երգիչ եք, գուցե քարոզիչ եք, գուցե պարզապես հանճարեղ մարդ եք, չգիտեմ, գուցե հորինել եք մի մեծ գյուտ, որը ձեզ միլիոնավոր դոլարներ է բերել, գուցե մուլտիմիլիարդատեր եք և ունեք այս ամենը։ Դուք ունեք այն ամենը, ինչ յուրաքանչյուրը կարող է ցանկանալ, և դա ձեզ կարևոր է դարձնում, բայց գիտեք ինչ, դրանցից ոչ մեկը ձեզ իրականում կարևոր չի դարձնում։ Գուցե դրանք ստիպում են աշխարհին մտածել, որ դուք կարևոր եք, բայց դուք պետք է հիշեք, որ ձեր ժամանակը այս երկրի վրա ավարտվելու է։ Գիտեմ, որ եթե դուք 30 կամ 40 տարեկան եք, դրա մասին չեք մտածում, բայց տարեց տարի դուք մեծանում եք, և մի օր ծերանալու եք և կգա մի պահ, երբ կհասկանաք, որ ձեզ որոշակի ժամանակ է մնացել։ Այնուհետև կհասնեք այն կետին, երբ ժամանակ չի մնա և կհեռանաք այս աշխարհից։ Մենք բոլորս մահանալու ենք, սա մեր տունը չէ, և այն ժամանակ դուք գործ եք ունենալու հավիտենության հետ։ Եվ երբ դատաստանի օրը կանգնեք Աստծո առջև, և նա ասի. «Ինչու պետք է թույլ տամ քեզ մտնել երկինք», ավելի լավ է ունենաք միայն մեկ պատասխան, որովհետև Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ համար, և ես հավատացի Նրան։ Եթե ձեր պատասխանն է ես այս եմ արել, ես այն եմ արել, դուք չեք մտնի երկինք, որովհետև մենք փրկված ենք շնորհքով, ոչ թե գործերով, որ ոչ ոք չպարծենա։ Կարդացեք Եփեսացիների 2:8 և 9, եթե ծանոթ չեք Սուրբ գրային այդ խոսքերին։ Այնուհետև նա շարունակում է և ասում. որ ես իրականում գտնվեմ և ճանաչվեմ նրա մեջ։
Չունենալով որևէ ինքնուրույն ձեռք բերված արդարություն, որը կարող է անվանվել սեփական արդարություն, հիմնված օրենքի պահանջներին իմ հնազանդության վրա։ Ծիսական արդարություն եւ Աստծո առջև ենթադրյալ ճիշտ դիրք։ Նա ասաց. «Ես կարող եմ հետևել բոլոր ծեսերին, բոլոր կանոններին ու կանոնակարգերին, եւ հավատացեք ինձ, հին ուխտի ներքո դրանց թիվը հասնում էր հարյուրների, գուցե նույնիսկ հազարների։ Դու չէիր կարող սա անել, դու չէիր կարող դա անել, դու չէիր կարող սա անել»։ Կարդում ես Ղևտացիների գիրքը եւ տեսնում այն, ինչ նրանք պետք է անեին, եւ քեզ հոգնատանջ է անում միայն կարդալը, ուր մնաց այդ ամենն անելը։ Բայց ես ուզում եմ ունենալ այդ իսկական արդարությունը։ Գիտեք թե ինչ է արդարությունը։ Այն Աստծո հետ ճիշտ հարաբերությունների մեջ լինելն է։ Որքան հրաշալի է ասել. «Ես ճիշտ փոխհարաբերության մեջ եմ Աստծո հետ»։ Որովհետև մեծ մասամբ մենք մտածում ենք, որ ինչ-որ բան սխալ է մեզ հետ, եւ Աստված հավանաբար զայրացած է մեզ վրա, որովհետև ինչ-որ բան սխալ է մեզ հետ, եւ պետք է ինչ-որ բան անենք դա շտկելու համար։ Աստված իմ, ես այդպես եմ ապրել տարիներ շարունակ, եւ դա պարզապես ուժասպառ է անում քեզ։ Ահա թե ինչու ես դու ասում ես այլևս չեմ կարող, ես ավելին չեմ կարող անել։ Եվ դու վրդովում ես, որովհետև անկախ նրանից թե որքան բարի գործեր ես անում, քո զգացողությունը չի փոխվում։ Բայց հրաշալի է, երբ գիտենք, որ մենք արդարություն ստանում ենք Աստծուց, որպես նվեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով։ Այնուհետև ես ուզում եմ բարի գործեր անել եւ անում եմ այնքան, որքան կարող եմ, բայց ես ինձ ձախողված չեմ զգում, քանի որ չունեմ բարի գործերի որևէ քանակ, որը մշտապես պետք է ապահովեմ։ Կարող եք պատկերացնել, որ Հիսուսը հեռացավ այս երկրից, իր աշակերտներին ասելով. «Հիմա տղաներ, ահա թե ինչ եմ ուզում որ անեք։ Գնացեք եկեղեցի ամեն կիրակի ժամը 11-ին»։ Դա անհնար կլիներ, քանի որ մինչև 300 թվականը եկեղեցի չկար։ Ես ուզում եմ, որ դուք կարդաք ձեր Աստվածաշունչը։ Դա անհնար կլիներ, քանի որ Աստվածաշնչեր չկային, եւ նրանց մեծ մասը կարդալ չգիտեր։ Ես ուզում եմ, որ տասանորդ տաք։ Ես ուզում եմ, որ ծոմ պահեք։ Սրանք կանոններ ու կարգադրություններ են, որոնց կարծում ենք, որ պետք է հետևենք։ Այդպես չէր, նա ասաց. «Մենք փոխհարաբերություն ենք ունեցել։ Ուզում եմ, որ գնաք եւ մարդկանց պատմեք իմ մասին, պատմեք նրանց ինձ հետ փոխհարաբերություն ունենալու, ինձ հավատալու մասին»։ Այո, մենք ուզում ենք կարդալ մեր Աստվածաշունչը։ Մենք ուզում ենք գնալ եկեղեցի։ Մենք ուզում ենք ծոմ պահել, մենք ուզում ենք տասանորդ տալ, աղոթել, բայց մենք չպետք է անենք այդ ամենը, որովհետև ստիպված ենք։ Երբեք մի ասեք, ես պետք է եկեղեցի գնամ, պետք է աղոթեմ, պետք է կարդամ Աստվածաշունչը։ Դուք պարտավոր չեք անել այդ ամենը երկին գնալու համար։ Եթե խելացի եք, դուք կցանկանաք անել այդ ամենը, որովհետև Աստվածաշունչ կարդալով եւ Աստվածաշունչը ուսումնասիրելով մենք սովորում ենք ճիշտ ապրել, բայց սխալ հերթականությամբ մի շարժվեք, որովհետև եթե այդպես վարվեք, մշտապես հիասթափություն կապրեք, միշտ կզգաք, որ ձախողվել եք։ Դուք կկարդաք Աստվածաշունչը եւ կմտածեք, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու եմ այն կարդում, բայց ուզում եմ ունենալ այն իսկական արդարությունը, որը գալիս է Քրիստոսի օծյալի հանդեպ հավատքի միջոցով, ճշմարիտ, արդար դիրքը Աստծո առջև, որը գալիս է Աստծուց, փրկարար հավատքի միջոցով։ Գիտեք, դուք կարող եք կրկին դիտել սա, ըստ անհրաժեշտության, եւ ձեզնից ոմանք պետք է լսեն սա կրկին ու կրկին։ Հավատացյալների մեծ մասը հավանաբար երբեք չի քայլում Քրիստոսի լիության մեջ, քանի որ նրանք երբեք չեն դատարկում իրենց։ Եվ նա չի կարող լցնել քեզ, եթե դու լի ես ինքդ քեզնով, քո բարի գործերով եւ քո լավ տվյալներով։ Այսպիսով դու պետք է դատարկես քեզ այդ ամենից եւ խնդրես նրան լցնել քեզ։ Ահա մի հիանալի պատմություն Թագավորաց 4-րդ գրքի 4-ից 5-ում։ Եվ մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակեց դեպի Եղիսեն, ասելով. «Ծառատ, իմ մարդը, մեռել է, եւ դու գիտես, որ ծառատ երկյուղած էր տիրոջից։ Բայց պարտատերը եկել է, որ իմ 2 երեխաներին իր համար ծառաներ անի»։ Եվ Եղիսեն ասաց նրան. «Ես քեզ ինչ անեմ։ Ասա ինձ, ինչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Աղախինդ իր տանը ամենևին ոչինչ չունի, բացի մի յուղի ամանից»։ Ես հավատում եմ, որ սա հոգևոր նշանակություն ունի մեզ համար։ Երբ գիտակցում ենք, որ ոչինչ չունենք, բացի Սուրբ Հոգուց, որի խորհրդապատկերը յուղն է, Աստված սկսում է ինչ-որ բան անել մեր կյանքում։ Նա ասում է. «Ամենևին ոչինչ չունեմ, բացի մի յուղի ամանից»։
Եվ նա ասաց. գնա դրսից քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ ուզիր, քիչ չհավաքես, դատարկ ամաններ, եւ տունդ մտիր ու դուռը քո ետևից եւ քո որդիների ետևից կողպիր, եւ յուղը լցրու այն բոլոր ամանների մեջ եւ լցվածները վեր առ։ Եվ կինը գնաց եւ դուռը կողպեց իր ետևից եւ իր որդիների ետևից։ Նրանք իրեն ամաններ էին տալիս եւ նա լցնում էր։ Նա այնքան լցրեց, մինչև որ դատարկ ամանները վերջացան։ Ահա թե ինչ եմ ես մտածում։ Կարծում եմ, այս ամենից կարելի է եզրակացնել հետևյալը. մենք պետք է մոտենանք Աստծուն եւ ասենք. Աստված, ես ոչինչ չունեմ քեզ առաջարկելու։ Ես ունեմ Սուրբ Հոգուն։ Երբ սկսեցի ծառայությունը, դա ամենն էր, ինչ ունեի, ես ոչինչ չգիտեի, ես միայն Սուրբ Հոգուն ունեի։ Ոչ ոք երբեք ինձ չի սովորեցրել, թե ինչպես ուղերձ կազմեմ, ոչ ոք ինձ չի սովորեցրել, թե ինչպես քարոզեմ, թե ինչպես գիրք գրեմ։ Սուրբ Հոգին է սովորեցրել, դա էր ամենը, ինչ ունեի։ Ես չունեի ֆինանսներ, չունեի կրթություն, չունեի ընկերներ, որոնք կարող էին ուղղորդել ինձ, ես ունեի Սուրբ Հոգուն։ Աստված թույլ է տվել ինձ վերցնել Սուրբ Հոգու յուղը եւ գտնել դատարկ անոթներ ամբողջ աշխարհում եւ լցնել դրանք, լցնել։ Եվ սա այն է, ինչ Աստված ուզում է անել ձեր միջոցով, բայց նախքան Աստված կկարողանա գործածել ձեզ, դուք պետք է գիտակցեք, որ ոչինչ չունեք ձեր մեջ։ Եվ ինչ էլ որ կարող եք անել, միայն այն պարգևի շնորհիվ է, որ Աստված տվել է ձեզ։ Նոր Կտակարանում կա Սուրբ գրային մի խոսք, որն ասում է. ինչ կարող ենք տալ Աստծուն, որը նախ մեզ չի տրվել։ Այն ամենը, ինչ ունենք։ Իմ խոսելու պարգևը Աստծո պարգևն է։ Եթե դու հրաշալի երգիչ ես, դա Աստծո պարգևն է, այնպես որ մի հպարտացիր դրանով։ Շնորհակալ եղիր Աստծուն, որ ունես դա։ Միայն դատարկ անոթներն են հարմար Տիրոջ գործածության համար։ Ուզում ես, որ Աստված գործածի քեզ, այդ դեպքում դատարկվիր քո բոլոր բարի գործերից, մի դադարիր դրանք անելուց, բայց արա ճիշտ նպատակով։ Տիմոթեոսի 2:2-21 Ով մաքրի իրեն անարգ եւ անմաքուր բաներից, ով հեռու պահի իրեն աղտոտող եւ ապականող ազդեցություններից, կլինի առանձնացված եւ օգտակար անոթ, պատվավոր եւ ազնիվ նպատակների համար, սրբագործված եւ օգտակար Տիրոջ համար, պիտանի եւ պատրաստ ցանկացած բարի գործի համար։ Այն, ինչ պետք է անենք հենց հիմա, թույլ տալն է, որ Սուրբ Հոգին աշխատի ձեզ հետ եւ ձեզ հարմար դարձնի Տիրոջ գործածության համար։ Առակաց 28:1-ում ասվում է. արդարները առյուծի պես ապահով, անգլերենում համարձակ են։ Երբ գիտես, թե ով ես Քրիստոսի մեջ, համարձակ ես դառնում։ Եվ գիտեք, Հիսուսը հասկանում է մեր սխալները, թերությունները, անկումները, մեր մեղքերը, մեր վրիպումները։ Եվ ես այսօր բարի լուր ունեմ ձեզ համար, Աստված զայրացած չէ ձեզ վրա։ Ես տարիներ եմ անցկացրել այս անորոշ զգացողությամբ, որ Աստված զայրացած է ինձ վրա։ Եբրայեցիների 4:15 եւ 16 Ես սիրում եմ այս սուրբ գրային խոսքերը, որովհետև մենք չունենք մի քահանայապետ, որը չկարողանա հասկանալ, կարեկցել եւ կիսել մեր տկարությունները, թուլությունները եւ գայթակղության հարձակումների նկատմամբ մեր խոցելիությունը, բայց ունենք մեկին, այնպիսի քահանայապետ, ով փորձվել է ամեն ինչով, ինչպես մենք, բայց երբեք չի մեղանչել։ Պատկերացրեք դա։ Հիսուսը փորձվել է ամեն ձևով, ինչպես դուք եք փորձվել կամ ինչպես ես եմ փորձվել կամ երբևէ կփորձվեմ։ Այնպես որ նա հասկանում է, թե ինչի միջով ենք մենք անցնում։ Ուրեմն անվախ, վստահ եւ համարձակությամբ մոտենանք շնորհքի գահին։ Աստծո ողորմության մեղավորների հանդեպ նրա անվաստակելի բարեհաճության գահին, որպեսզի ողորմություն ընդունենք մեր ձախողումների համար։ Կընդունեք Աստծո ողորմությունն այսօր։ Այն մեկնած է ձեզ, ընդունեք Աստծո ողորմությունը, դադարեք ինքներդ ձեզ պատժելուց անցյալում կատարած սխալների համար եւ ընդունեք Աստծո ողորմությունը, որ ողորմություն ընդունենք մեր ձախողումների համար եւ շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու, լրացնելու ամեն կարիք, համապատասխան եւ ժամանակին օգնություն, որը գալիս է հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենք։ Ես չգիտեմ ձեր մասին, բայց երբեմն զգում եմ, լավ, այլևս չեմ զգում, որ տարօրինակ եմ։ Հիմա գիտեմ, որ ես յուրահատուկ եմ, բայց նախկինում զգում էի, որ շատ տարօրինակ եմ, որովհետև նման չէի բոլորին։ Չգիտեմ ինչն է մեզ ստիպում մտածել, որ պետք է նման լինենք բոլորին, բայց մենք հակված ենք այդպես մտածելու, եւ ես զգում էի, որ ոչ ոք ինձ չի հասկանում։
Եվ ես սիրում եմ այդ սուրբ գրային հատվածը, որովհետև այնտեղ ասվում է. մենք ունենք քահանայապետ, որը հասկանում է։ Թույլ տվեք այսօր ձեզ մի բան ասել. Հիսուսը հասկանում է ձեզ։ Նա հասկանում է այն ամենը, ինչի միջով դուք անցել եք, այն ամենը, ինչի միջով անցնում եք, այն ամենը, ինչի միջով երբևէ անցնելու եք։ Եվ նա ձեր կողմից է, ոչ թե ձեր դեմ։ Աղոթեք համարձակությամբ։ Դադարեք պարզապես բավարարվելուց նրանով, ինչը հազիվ է բավականացնում ձեզ։ Համարձակությամբ աղոթեք։ Աստված կարող է անել ավելի, քան կարող ենք պատկերացնել, Եփեսացիների 3:20։ Նրան, ով իր զորության դրսևորմամբ, որը գործում է մեր մեջ, կարող է իրագործել իր նպատակը եւ անել առատապես։ Անսահմանորեն ավելի, քան համարձակվում ենք խնդրել կամ մտածել։ Անսահմանորեն վեր մեր մեծագույն աղոթքներից, ցանկություններից, մտքերից, հույսերից կամ երազանքներից։ Հասկանում եք, նա կարող է անել ավելին, քան կարող ենք նույնիսկ մտածել։ Աստված կարող է ձեր ամենախենջ երազանքից եւ երևակայությունից ավելին անել։ Այնուհետև ընդլայնված Աստվածաշնչում այս խոսքի վերջին մասում ասվում է. այն զորության միջոցով, որ գործում է ձեր մեջ։ Ինչպես է նա անում դա։ Նա անում է դա ձեր մեջ գործող զորության միջոցով։ Նա անում է դա ձեր միջոցով, այլ կերպ ասած, երբ դուք աղոթում եք, շատ հավանական է, որ Աստված ոչ թե պարզապես ինչ որ բան կանի ձեզ համար, այլ ցույց կտա, թե դուք ինչ պիտի անեք։ Նա կտա ձեզ զորություն դա անելու համար։ Այո, դա կարող է լինել ինչ-որ բան, որից պետք է հրաժարվեք, գուցե ինչ-որ բան, որը խոչընդոտ է ձեր եւ Աստծո միջեւ, գուցե թաքնված մեղք է, ինչ-որ բան, որի համար պետք է ապաշխարեք։ Գուցե ձեր կյանքում կա ինչ-որ բան, որը խանգարում է Աստծուն գործել ձեր կյանքում, օրինակ չներումը։ Եթե ունեք չներում, դա կարող է խանգարել Աստծուն գործելու ձեր կյանքում։ Մի վախեցեք Աստծո հետ հանդիպելուց եւ նրա հետ անկեղծ լինելուց։ Եվ թույլ տվեք, որ նա անկեղծ լինի ձեզ հետ։ Կարդացեք Սաղմոսները եւ կտեսնեք, թե որքան անկեղծ էր Դավիթը Աստծո հետ։ Նա խոսում էր Աստծո հետ, պատմում էր այն, ինչ զգում էր եւ միշտ վերադառնում էր ու ասում. բայց ես վստահում եմ քեզ, վստահում եմ քեզ։ Մեր սեփական արդարությունը նման է կեղտոտ կտորի, բայց այն, ինչ Աստված առաջարկում է մեզ, Աստծո արդարությունն է Քրիստոսի մեջ։ Կորինթացիների 2:5-21 Մեզ համար նա Քրիստոսին իրապես մեղք դարձրեց։ Հիսուսը ոչ միայն մեր մեղքը վերցրեց, այլև մեղք դարձավ այդ խաչի վրա։ Աստված իմ, այդ Սուրբ Հիսուսը խաչին գամվեց, դառնալով մեղք։ Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե որքան սարսափելի էր դա նրա համար։ Եվ գիտեք ինչ, նա խորտակեց մեղքի զորությունը հենց այդ խաչի վրա։ Նա տարավ այն գերեզման։ Նա թաղեց այն, նա գնաց դժոխք եւ դժոխքի ու մահվան բանալիները վերցրեց սատանայից եւ երրորդ օրը հաղթականորեն հարություն առավ։ Եվ նա այսօր կենդանի է եւ կենդանի է ձեր մեջ, եթե ուզում եք, որ նա լինի ձեր կյանքում։ Նրա համար նա մեղք դարձրեց նրան, ով մեղք չգիտեր, որպեսզի նրա միջոցով մենք դառնանք, մեզ շնորհվի Աստծո արդարությունը, լինենք օրինակ այդ արդարության Քրիստոսի մեջ։ Գիտեք, թե ինչ եմ գրել իմ նշումներում այս ուղերձն ավարտելիս։ Ջան, 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 ոչ, ջան, բացականչական նշան, ջան, բացականչական նշան, ջան, բացականչական նշան։ Մենք ճիշտ հարաբերության մեջ ենք Աստծո հետ։ Հենց հիմա աղոթում եմ ձեզ համար Հիսուսի անունով, որ եթե դուք մեղավոր եք զգացել, եւ թույլ եք տվել, որ մեղքի զգացումը բաժանի ձեզ Աստծուց անցյալի մեղքերի պատճառով, այսօր ներում ստանաք, ընդունեք ողորմություն եւ նոր սկիզբ դնեք։ Աստված օրհնի ձեզ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։